Եվ մի օր պատահական ցուցանակի վրա տեսա, որ գրված է, որ այստեղ ժամանակին եղել է ցորենի պահեստ եւ թատրոն։ Թատրոն, ես զարմացած հարցրեցի մեր պարոն Հովհաննիսյանին, թե այս ինչ բան է, թատրոն, ինչ է նշանակում եկեղեցում թատրոն։ Եվ ինքը այդպես թռոցիկ ասեց, հա, թատրոն է եղել, Նիկին է եղել Աննա Պետրոսյան, ինքը այստեղ թատրոն է ունեցել, որը կոչվել է Առասպելի դպրաթատրոն։ Արդեն իսկ այդ անունը Առասպելի դպրաթատրոն ինձ ոգևորեց, ինձ զարմացրեց ու ես միանգամից ասացի, ես պիտի բացահայտեմ։ Թատերական արվեստի բեմի ու բեմադրության մասին առասպելը եղել է իրականության մի մաս։ Մտորումների թատրոնի պատանի դերասան Սերգեյին առաջին իսկ պահից գրաված այդ անունն ու խորհուրդը տարան մինչև արխիվներ։ Պարզելու թե ով է եղել արվեստի նվիրյալը, որ եկեղեցում հիմնել է թատրոն։ Իսկ բեմադրությունները դիցաբանական, առասպելաբանական ու պատմական թեմաներ են եղել։ Վարագույրի փոխարեն եղել է դարպաս վարագույր, որը եղել է Սուրբ Նշանի խորանը։ Եվ այդ դարպաս վարագույրի վրա նկարված է եղել Մեծ Հայկի քարտեզը։ Այսինքն ասքերգուները, ովքեր որ պատմում են ամբողջ ներկայացումը, սկսել են պատմել եւ բացել են այդ դարպասը։ Կարծես այդ դարպասի բանալին մեր Հայաստանը փրկելու մի միջոց է եղել։ Բեմադրվել են տարբեր առասպելներ։ Առասպել դպրաթատրոնի հիմնադիրը գյումրեցի Աննա Պետրոսյանն էր, արձակագիր, դրամատուրգ, թարգմանչուհի, ռեժիսոր եւ դերասանուհի։ Ինքն է գրել պիեսները եւ հաճախ ինքն էլ մարմնավորել կերպարները։ 1985-ին Սուրբ Նշան եկեղեցում ծնված թատրոնը ամենաազդեցիկ միջոցն էր խոսելու մարդու հետ։ Հանդիսատեսը բեմում տեսածը նույնացնում էր իր կյանքի հետ, իսկ կերպարները սեփական եսի ու ապրումների։ Ներկայացումների օրերին եկեղեցին միշտ լիքն է եղել։ Խորանը բեմի է վերածված եղել, մի քիչ այլ առաջ են բերել, որպեսզի դերասանները կարողանան խաղալ, եւ դահլիճը եղել է այստեղ, մոտ 200 տեղ են դրված եղել, 200 հանդիսատեսի համար նախատեսված եղել թատրոնը, սակայն Տիկին Աննան իր հուշերում գրում է, որ միշտ 400, 500, եթե ոչ ավելի։ Ասում են, որ նաև փոքրիկ խորոջ են բացել, որտեղ որ ծեր մարդիկ, ովքեր որ եղել են Սուրբ Նշան եկեղեցում, ոչ արդեն Առասպելի դպրաթատրոնում, նրանք գալիս էին հուզված մոմեր վառում եւ մեծ ոգևորությամբ դիտում ներկայացումը եւ սատարում երիտասարդ դերասաններին։ Սիրված թատրոն էր, այսպես են հիշում ներկայացումներում խաղացածները։ Մտորումների թատրոնի դերասան Աստղիկ Հարությունյանը Առասպել դպրաթատրոնի հետ սերտ կապ է ունեցել։ Հիշում է, պահանջները խիստ ու հստակ էին, Աննա Պետրոսյանը թերի բան չէր ընդունում եւ նույնն էր պահանջում նաեւ հանդիսատեսը։ Զվարթնոցում բեմադրեցինք Աննա Պետրոսյանի հենց Զվարթնոց պիես էր գրել ինքը, պատմական շատ ծանր պիես էր, շատ բազմամարդ պիես էր։ Ու մենք այդ ներկայացումը խաղացինք Զվարթնոցի աշճանների այդ քանդված եկեղեցու տարածքում, ու այդ Զվարթնոցի այդ բարձր աշճաններով իջնում էր թափորը։ Իրոք թափոր, որովհետև կային սևազգեստ կանայք, բան, այդպիսի տեսարաններ կար էլի, ու այդ դժվար աշճաններից իջնում էինք ու այդ ամբողջ Զվարթնոցի տարածքով խաղալով գնում էինք։ Այն դպրաթատրոն էր, ոչ միայն ներկայացումներ էին բեմադրում, նաև հարյուրավոր երեխաների դասավանդում էին բեմական խոսք, դերասանական վարպետություն, առասպելներ, պատմություն, դիցաբանություն։ Առասպելը որքան արվեստ ու մշակույթ էր, նույնքան էլ դպրոց ու կրթություն։ Ուսուցանել մատաղսերնդին, թատրոն արվեստին, թատրական արվեստին, թատրոնին մոտեցնել շատ դժվար է։ Մենք ամեն օր շփվում ենք թատրոնի հետ, ամեն տեղ թատրոն են խաղում, անկիդակցաբար, ենթագիտակցորեն խաղում, բայց ինքը սովորեցնում էր մատաղսերնդին, սովորեցնում էր ճիշտ խոսել, հայերեն խոսել, որը այսօր ամենագլխավորը մոռացել ենք հայերեն խոսելը բեմում, կինոյում եւ այլն եւ ամենտեղ։ Մինչև օրս Աննա Պետրոսյանի գործերից տարբեր թատրոններում բեմադրվել են ընդամենը 4 պիեսներ։ Նրա լեզուն որքան գեղեցիկ է, նույնքան բարդ էր, ինչի պատճառով քչերն են ձեռնամուխ եղել դրանք բեմականացնելու։ Հաջողվածներից է Հովհաննես Հովհաննիսյանի բեմադրած Արշիլ Գորկին, որը Գյումրիի դրամատիկական թատրոնի խաղացանկից դուրս չի գալիս։ Փորձեցի նաև բեմադրել դրամատիկ թատրոնում, այդ ինձ համար հայտնագործություն էր, երբեմն ինձ ասում էի գործ չունես այդ պիեսներ կան, որ գրվում են ընթերցելու համար, չեն գրվում բեմական կյանք հաղորդելու համար, բայց ես գտա, որ Աննա Պետրոսյանի Արշիլ Գորկին պետք է բեմադրվեր։ Երկար կյանք չունեցավ դպրաթատրոնը։ Երկրաշարժի ժամանակ, երբ փլվեց Սուրբ Նշան եկեղեցու գմբեթը, այն տեղափոխվեց այլ տարածք։ Նախկին տեքստիլագործների ակումբի մոտ եղած տնակներում շարունակեց գործունեությունը մինչև 1992 թվականը։ Դրանից հետո փակվեց բեմը, իսկ առասպելը մոռացվեց։ Գտնվեցին մարդիկ, որոնք Աննային մեղադրեցին ու տվեցին դատարան։
գործերը գնաց դատարան, որ ինչ որ փողեր է աշխատել եւ այլն նման բաներ, որը աբսուրդի ժանրից էր։ Թատրոնի գույք է վաճառել եւ այլն նման բաներ, դե չգիտեք ինչ են անում, որ մեղադրում են կոռուպցիայի մեջ, ասենք։ Եվ մեղադրեցին եւ տվեցին թատրոն, այդպես թատրոնը վերացավ։ Մեր առասպելը քանդվեց։ Առասպելի մասին պատմելու, պիեսները բեմադրելու պարտավորություն է վերցրել 18 տարեկան արտիստ Սերգեյը։ Շուտով հանդիսատեսը կտեսնի Աննա Պետրոսյանի «Աճունասափոր» համանուն դրամայի վրա հիմնված նոր ներկայացումը։ Արվեստը երբեք չպիտի իջեցվի գեղագիտական մակարդակից, որպեսզի հասկանալի դառնա, այլ հակառակ այդ գեղագիտական մակարդակը գնալով պիտի բարձրանա, որպեսզի մասսան ժողովուրդը ձգտի հասնել դրան։ Եվ ես ցանկանում եմ, երազում եմ, որ բոլորս հասնենք այն մակարդակին, երբ կասենք օրհնյալ է թատրոնը։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն